Սեքսի հետ կապված թեմաները առնչվում են ոչ միայն սեքսոլոգներին, այլ նաև հարակից ոլորտների մասնագետներին։ Այսօր մեր հյուրը Նայիրի բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի նախագահ Ռուբեն Հովհաննիսյանն է, եւ մենք խոսելու ենք շագանակագեղձի քաղցկեղի մասին։ Բարի ուշ երեկո։ Բարև ձեզ։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու եւ մեր տաղավարում հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ հրավեր ուղարկելու համար ինձ։ Շագանակագեղձի քաղցկեղը ամենացավալի թեմաներից մեկն է։ Ինչպիսի պատկեր ունենք այս առումով մեր երկրում։ Գիտեք, շատ համապարփակ հարց տվեցիք, եւ այդ համապարփակ հարցը համապարփակ մի պատասխան է ակնկալում, որը կլինի երկու բառով՝ շատ ծանր։ Ինչով է դա պայմանավորված։ Պայմանավորված է նրանով, որ ցավոք եւ դժբախտաբար, բայց շագանակագեղձի քաղցկեղը դեպքերի բավականին մեծ մասում հայտնաբերվում է շատ ուշ։ Շագանակագեղձի քաղցկեղը շատ նենք հիվանդություն է, շատ խարդախ հիվանդություն է, երբ այն գանգատներ է տալիս արդեն ուշ այն բուժել է։ Այսինքն շագանակագեղձի քաղցկեղը պետք է հայտնաբերվի, քանի դեռ գանգատներ չկան։ Անշուշտ հնարավոր է անել համապատասխան տեստավորում գոյություն, արյան քննություն գոյություն ունի, հետազոտություններ գոյություն ունի, որոնք թույլ են տալի ժամանակին հայտնաբերել շագանակագեղձի քաղցկեղը, քանի դեռ այն գանգատներ չի տվել, քանի դեռ այն բուժելի է։ Սակայն հայ մարդուն, հայ տղամարդուն ասել, որ քեզ պետք է հետազոտել, չնայած որ դու գանգատ չունես, դժվար է համոզել նրան, որպեսզի գնա հետազոտման, եւ այդ պատճառով մեր վիճակը բավականին ծանր է եւ հիվանդների շատ մեծ մասը 50%-ից ավելը դիմում են արդեն բժշկի, երբ հիվանդությունը իսկապես անբուժելի է։ Իսկ շագանակագեղձի քաղցկեղը իսկապես շատ խարդախ եւ նենք հիվանդություն եւ շատ ծանր ընթացքով հիվանդություն է, երբ այն անբուժելի է, արդեն դա դառնում է ճակատագիր, այսինքն երբ բուժելի է, պացիենտը դրանից չի մահանում, բայց երբ այն դառնում է անբուժելի, դեպքերի ճնշող մեծամասնությունում պացիենտը կմահանա ոչ թե շագանակագեղձի քաղցկեղի հետ, այլ կմահանա շագանակագեղձի քաղցկեղից հենց։ Այդ դրամ իսկապես վիճակը շատ ծանր է եւ շնորհակալություն եմ ձեզ հայտնում այս հարցը արծարծելու համար, քանզի եւս մեկ անգամ հնարավորություն է ընձեռվում ինձ կոչ անել հայ ժողովրդին, հայ տղամարդուն, հայ կնոջը, որ ունի իր կողքին իր ամուսին, եղբայր եւ այլ 40-45 բոլորած տղամարդուն ուղարկել հետազոտման եւ համոզել, որպեսզի նա գնա հետազոտվի ժամանակին տվյալ հիվանդությունը հայտնաբերելու համար։ Իսկ երբ ժամանակին հայտնաբերվում, իհարկե այն բուժելի է։ Իհարկե բոլոր հիվանդությունների, բայց հատկապես քաղցկեղի դեպքում ճակատագրական նշանակություն կարող է ունենալ վաղ հայտնաբերումը։ Երբ եւ որ նշանների դեպքում պետք է մտահոգվել։ Գիտեք, ասածս հենց այդ է, որ պետք է դիմել բժշկի, երբ դեռ գանգատներ չկան։ Այդուհանդերձ նույնիսկ երբ որ գանգատները հայտնվում են, էլի տղամարդը չի դիմում բժշկի։ Սպասում է, կանցնի, մրսել եմ, հիվանդացել եմ, այն չեմ կերել եւ այլ, ինչ որ ժամանակ են անցնում, շաբաթներ, ամիսներ, տարիներ են անցնում, մինչեւ տղամարդը գիտակցում է, որ փաստորեն գանգատս բավականին լուրջ է եւ երկարատև է։ Այդ գանգատներն են հաճախամիզությունը, գիշերամիզությունը, դժվարամիզությունը, մեզիշիտի թուլությունը, մեզիշիտի ընդհատվելը, այսինքն երբ որ ընդհատվում է նորից է սկսվում, միզարձակության ժամանակ այրոցը, մռմռոցը, արյունամիզությունը, որը շատ ահեղ գանգատ է, իսկապես շատ ահեղ գանգատ է։ Այսինքն այն բոլոր գանգատները, որոնք կապված են միզարձակության հետ, նրանք բոլորը պետք է առիթ հանդիսանան տղամարդուն, չասեմ վազելու դեպի ուրոլոգը, բայց հնարավորին չափ շուտ կազմակերպել ուրոլոգի մոտ խորհրդատվություն, որը թույլ կտա այո ժամանակին հայտնաբերել քաղցկեղը եւ այն բուժել, լիարժեք բուժել։ Որոնք են լինում առաջացման պատճառները։ Գիտեք, ցավոք գիտությանը դեռ հայտնի չեն օնկոլոգիական հիվանդությունների չարորակ ուռուցքների առաջացման պատճառները, ոչ միայն շագանակագեղձի քաղցկեղի, առասարակ ոչ մի չարորակ ուռուցքի առաջացման պատճառ դեռ հայտնի չէ։ Բազմաթիվ տեսություններ կան բազմաթիվ ռիսկի գործոններ, բայց պատճառը, բուն պատճառը ինչու են առաջանում օնկոլոգիական հիվանդությունները դեռ հայտնի չէ։ Կան ռիսկի գործոններ, օրինակ շագանակագեղձի քաղցկեղի պարագային մեջ, կան ռիսկի գործոն, ինչպիսին օրինակ ընտանեկան ծանրաբեռնվածություն, ընտանեկան անամնեզ, օրինակ եթե ինչ-որ մեկ ընտանիքում ունի շագանակագեղձի քաղցկեղ, ապա այդ քաղցկեղը ռիսկ է հանդիսանում իր համար, այսինքն եթե օրինակ հայրը ունի ինչ-որ մեկի հայրը ունի շագանակագեղձի քաղցկեղ, իր մոտ քաղցկեղ ունենալու ռիսկը 5 անգամ ավելանում է։ Այսինքն եթե քո հայրը, քո եղբայրը, քո քեռին, այո, այդ ռիսկը ծանրաբեռնվածությունը, տրամադրվածությունը կա։ Եթե քո ազգականներից, մոտիկ ազգականներից հայր, եղբայր, եղբայր քեռի ունի շագանակագեղձի քաղցկեղ, ապա քեզ մոտ ռիսկը 5 անգամ ավել է։ Արդյոք դա բավարար չէ ուրոլոգի մոտ գնալու համար ժամանակին 40-45 բոլորս տղամարդուն եւ բնականաբար ընտանեկան անամնեզ, այսինքն ընտանիքում արկայությունը, ասեցի արդեն ազգականներ հայր, եղբայր, քեռի նրանց մոտ
քաղցկեղի արկայությունը հիմք է, որ 40-45 տարեկանը բոլորս տղամարդը գնա ուրոլոգի մոտ եւ ասի, որ գիտեք, ես ունեմ ընտանիքում այս հիվանդությունը, գիտեմ, որ ես ռիսկի խմբի մեջ եմ, խնդրում ինձ հետազոտեք։ Դա ռիսկի գործոններից մեկն է։ Ռիսկի գործոններ ունենք նաեւ էթնիկական, ռասայական պատկանելությունը, սևամորթների մոտ մի որոշ չափով 50% ավելի շագանակեղեցի քաղցկեղը, հա։ Եվ իհարկե բնականաբար շագանակեղեցի քաղցկեղի ամենալուրջ ռիսկի գործոնը դա սերն է, քանի որ կանայք չունեն շագանակագեղձ, իրենք շագանակեղեցի քաղցկեղի ռիսկ չունեն։ Ունեն միայն տղամարդիկ։ Իսկ ինչ ազդեցություն է թողնում սեռական առողջության, սեռական կյանքի վրա շագանակագեղձի քաղցկեղը։ Գիտեք, մի շատ մեծ, շատ ծավալուն հաղորդման թեմա արձարծեցիք, հարց տվեցիք, կարելի այս մասին խոսել շատ երկար, շատ գեղեցիկ եւ շատ լուրջ, ու ես պարտավոր եմ բնականաբար շատ կարճ պատասխանել, շագանակագեղձը կոչվում է տղամարդու երկրորդ սիրտ։ Այդպես է հայտնի այդ օրգանը, ինչու, որովհետեւ այն ապահովում է տղամարդու սեռական առողջությունը։ Տղամարդու սեռական ֆունկցիայի խարիսխը դա շագանակագեղձն է։ Եվ սեռական ֆունկցիայի իրականացման առումով ինչպես նաև զավակ ունենալու առումով, այսինքն առանց շագանակագեղձ տղամարդը չի կարող զավակ ունենալ առհասարակ, ըստ սահմանման չի կարող ունենալ զավակ, եւ շագանակեղձը այն օրգանն է, որ ապահովում է նորմալ սեռական կյանքը, նորմալ սեռական ֆունկցիան։ Այնպես որ շագանակեղձի հիվանդությունները նրանք մեծամասամբ անդրադառնում են այո սեռական ֆունկցիայի վրա, իսկ ինչ վերաբերում է շագանակեղձի քաղցկեղին, ապա քաղցկեղը եթե հաջողվում է ժամանակին հայտնաբերել եւ հեռացվում է շագանակագեղձն ու այսօր մենք արդեն հեռացնում ենք շագանակեղձը լապարասկոպիկ եղանակով, արդեն երկար ժամանակ է առանց կտրված, առանց վերք, շատ բարեհաջող 1-2 օր հիվանդանոցում եւ տուն է վերադառնում տղամարդը, ապա այդ հեռացումը այո բերում է սեռական ֆունկցիան բավականին տուժելու, բայց փառք ասում այսօր ունենք դեղորայքներ, որոնք թույլ են տալիս տղամարդուն շաբաթական 1-2 անգամ օգտագործելով դեղորայքները ապահովել իր նորմալ սեռական կյանքը։ Ցավոք շագանակեղձը իսկապես երիտասարդ շագանակեղձի քաղցկեղը ներեցեք երիտասարդացել է եւ այսօր արդեն 45-50 տարեկանների մոտ ենք տեսնում այդ հիվանդությունը, իսկ այդ մարդը ուզում է ապրել լիարժեք կյանքով, լիաթոք կյանքով։ Իսկ տղամարդու համար սեռական կյանքը դա կյանքի բավականին մեծ բաղադրիչներից մեկն է, լուրջ բաղադրիչներից մեկն է։ Երբեմն լինում են անհետ իրավիճակներ, երբ ինձ պացիենտը ասում է՝ բժիշկ, եթե ես չեմ կարողանալու ապրել սեռական կյանքով, այդպիսի կյանքը ինձ պետք չէ։ Երբ դրանք համատելու չեն, շերխի նժարների վրա չես դնի կյանքը ապրելը եւ սեռական կյանքը։ Այդուհանդերձ պատկերացրեցիք ինչքան կարեւոր է տղամարդու համար սեռական կյանքը եւ մենք բնականաբար ապանում ենք ամեն ինչ, որպեսզի շագանակեղձի քաղցկեղի բուժումից հետո տղամարդը լիարժեք նորմալ սեռական կյանքով ապրի եւ բավարարի իր կնոջը կամ իր ընկերուհուն։ Բժիշկ Հովհաննիսյան, ձեր նշած գանգատների դեպքում արդյոք հիվանդությունը արդեն անբուժելի է։ Իհարկե ոչ։ Այդ գանգատները կարող են պայմանավորված լինել ինչպես շագանակագեղձի քաղցկեղով, այնպես էլ այլ հիվանդություններով շագանակագեղձի, որոնք որ որևէ կապ չունեն քաղցկեղի հետ։ Եվ բնականաբար, եթե դա քաղցկեղը չի պատճառ այդ գանգատների, մենք կարելի ասել այսպես օգտվում ենք այդ գանգատներից, տղամարդը օգտվում է այդ գանգատներից, գանգատները իրեն ստիպում են գնալ բժշկի եւ պարզվում է, որ տղամարդը ունի շագանակագեղձի քաղցկեղ է։ Բայց գանգատները ամենևին քաղցկեղի հետ կապված չէին դեռ։ Այսինքն գանգատներ ունենալը չի նշանակում ունենալ անբուժելի շագանակեղձի քաղցկեղ։ Իհարկե ոչ։ Ցավոք երբեմն այդպես էլ է լինում։ Բայց դեպքերի մեծամասնությունում այդ գանգատները կապված չեն լինում քաղցկեղի հետ, տղամարդուն նրանք դրդում են գնալ բժշկի եւ բարեբախտաբար մենք հայտնաբերում ենք կարելի ասել պատահական, ճակերտների մեջ պատահական շագանակագեղձի քաղցկեղ։ Մինչդեռ գանգատները կապված են այլ հիվանդության հետ, նույն շագանակագեղձի կամ միզապարկի կամ միզասեռական համակարգի որևէ այլ օրգանի հետ։ Կան կանխարգելիչ մեթոդներ, որոնց կիրառման պարագայում հնարավոր է նվազեցնել շագանակագեղձի քաղցկեղի հավանականությունը։ Գիտեք, իհարկե ոչ, որևէ կերպ կանխել շագանակագեղձի քաղցկեղի զարգացումը հնարավոր չէ։ Այն կարելի է միայն ժամանակին հայտնաբերել։ Եվ առասարակ օնկոլոգիական հիվանդությունների զարգացումը ոչ միայն շագանակեղձի քաղցկեղի կանխել հնարավոր չէ։ Դա կլինի մեծագույն ձեռքբերում մարդկության պատմության համար, պատմության ընթացքում, երբ մենք կարողանանք կանխել օնկոլոգիական հիվանդությունների զարգացումը, դրանից դեռ այսօր մենք շատ հեռու ենք։ Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք կարելի է որևէ կերպ ինչ-որ կենսակերպ վարելով փորձել կանխել շագանակեղձի քաղցկեղը կամ որևէ օնկոլոգիական հիվանդություն, կրկին ոչ։ Այդուհանդերձ գրականության մեջ տարբեր տեղեր կարող ենք հանդիպել դեռ չապացուցված տվյալներ այն մասին, որ օրինակ անկանոն սեռական կյանքը, այսինքն բազմաթիվ սեռական պարտներներ ունենալը եւ բազմաթիվ այդ պարտներներից տարբեր տեսակ հիվանդություններ ձեռք բերելը սեռական ճանապարհով տարածող կարող են եւ բարձրացնել որոշակի չափով շագանակի քաղցկեղի առաջացման հավանականությունը, բայց այս ամենը դեռ ապացուցողական բժշկության մաս չէ։ Այդուհանդերձ իհարկե այս ամենը ասելով պետք է շարունակեն պարտադիր, որ բնականաբար մեծ քանակությամբ սեռական պարտներներ ունենալը չի ողջունվում ոչ միայն
բժշկի կողմից, ոչ միայն հասարակության կողմից, այլ նաև Աստծո կողմից էլ։ Ամփոփելով մեր այսօրվա բովանդակալից զրույցը, ունենք ավելացումներ կամ խորհուրդ։ Այո, իհարկե, ուզում եմ ասել, որ շագանակագեղձի քաղցկեղը որքան էլ ես այն ներկայացրեցի որպես մի հրեշ, այն իսկապես հրեշ է։ Այդուհանդերձ այդ հրեշը լրիվ բուժելի հիվանդություն է։ Մենք ժամանակին հայտնաբերելու պարագայում այն կարող ենք լիարժեք բուժել եւ վերադարձնել տղամարդուն իր կնոջը, իր ընտանիքին, աշխատանք, առօրյա եւ լիարժեք կյանք ապահովել։ Պետք է բուժել ժամանակին հայտնաբերելու պարագայում։ Բուժումն էլ այսօր վիրատությունն է։ Վիրատությունն էլ արվում է առանց կտրված, առանց վեր, կարվում է լապարասկոպիկ, 1-2 օրից տարածիորեն մարդը վերադառնում է իր տուն եւ շատ արագ վերադառնում է իր առօրյա եւ մոռանում է հիվանդության մասին։ Շնորհակալություն բժիշկ Հովհաննիսյան։ Իսկ դուք սիրելիները շարունակեք մնալ մեզ հետ։